Քանի որ մեր շահերը համընկնում են արևմուտքի հետ Սյունիքի միջանցքի այսպես կոչված առումով, որ դա չպիտի լինի արտատարածքային եւ այստեղ ՖՍԲ-ի ներկայություն չպետք է լինի, դրա համար Ֆրանսիայի ներկայությունը Հայաստանի համար կարմիր գիծ չէ, նույնիսկ Իրանի համար կարմիր գիծ չէ։ Ես չգիտեմ հռետորական մակարդակով համենայնպես չեմ լսել Իրանից բացասական արձագանք, բայց քանի որ արևմուտքը եւ Իրանը դեմ են արտատարածքային միջանցքներին, այստեղ մեր շահերը համընկնում են։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, Ռուսաստանն էլ հասկացնում է, որ մենք ենք որոշողը տարածաշրջանում, որ լարվածությունը կախված է մեզանից։ Դրա համար, երբ որ հայտարարեց Բելաուսովը, որ լարվածությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարը պահպանվում Սյունիքի շրջանում, հաջորդ օրը կրակոցներ եղան ադրբեջանական կողմից։ Այսինքն այս երկուսը էլի, կարծում եմ հիմա որոշ չափով նաև Թուրքիան ցանկանում են վերադառնալ նոյեմբերի 9-րդ կետին, վերադառնալ եռակողմ համաձայնագրերին եւ ստանալ այն, ինչի հետևից հիմնականում Ռուսաստանը եկել է 20 թվականի պատերազմից հետո, այն է լոգիստիկ ճանապարհների նկատմամբ վերահսկողություն։